Պես մեր օրը սկսվում է շատ համահունչ մի թեմայով, ես անտանելի խցանումներով հույս չունեի, որ կգամ և կհասցնեմ, եթե այս պահին ունենք աշխատանք, առաջարկում եմ ձեր հիմնական ժամից 2 ժամ ավելի շուտ դուրս գալ, որովհետև անտանելի խցանումներ են և մենք իսկապես հիմա այս պահին էլ համահունչ թեմային խոսելու ենք ճանապարհատրանսպորտային առհասարակ իրավիճակներից, բայց ցավոք սրտի նաև անդրադառնում ենք հենց պատահարներին։ Դրանք շարունակում են մնալ երեխաների և դեռահասների կյանքի ու առողջության համար ամենամեծ վտանգներից մեկը, ցավոք։ Ամեն տարի աշխարհում հարյուրավոր, հազարավոր երեխաներ զոհվում կամ վնասվածքներ են ստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով և խնդիրը հատկապես մտահոգիչ է այն պարագայում, երբ շատ դեպքերում ողբերգությունները հնարավոր է կանխել, պահպանելով իհարկե անվտանգության տարրական կանոնները, որոնց մասին մենք պետք է իրազեկված լինենք։ Հայաստանում ևս երեխաների անվտանգ փոխադրումը շարունակում է մնալ կարևոր և մտահոգիչ թեմա։ ՄԱԿ-ի կողմից հայտարարված ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում այսօր խոսելու ենք երեխաների ճանապարհային անվտանգության, ծնողների պատասխանատվության, առկա խնդիրների և դրանց լուծման մասին։ Մեր հյուրերին սիրով կարող ես ներկայացնել, անդրադառնանք թեմային։ Մեր հյուրերն են երեխաների պաշտպանության ցանց հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը, բարի առավոտ, եւ մանկաբույժ Աիդա Պապիկյանը։ Բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Նախ կխնդրեք ասել, թե որքանով է Հայաստանում այսօր լուրջ այդ կարևորագույն խնդիրը երեխաների պարագայում։ Մենք օրեր առաջ ստացանք թարմ վիճակագրություն, ըստ որի 2025 թվականի տվյալների համաձայն ունեցել ենք Հայաստանում 21 երեխա, ովքեր զոհվել են ցավոք սրտի ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում եւ 900-ից ավելի վիրավոր ենք ունեցել։ Սա մեկ տարվա։ Սա ընդամենը 2025 թվականի պատկերն է, մեր երկրի նման փոքր երկրի համար սա իսկապես մեծ թվեր են։ Խնդրենք նաեւ ասել, թե հիմնականում որ խնդիրների պատճառով են դրանք եղել, եթե իհարկե պարզ եւ ակնհայտ են ձեզ համար դրանք։ Տարբեր հեղինակավոր կառույցներ, մասնավորապես NHTSA-ը, Ամերիկայի ճանապարհատրանսպորտային պատահարները ուսումնասիրող գործակալությունը փաստում է, որ պաշտպանիչ միջոցների առկայությունը մեքենայում խոսքը մանկական նստատեղերի մասին է, կամ 12 տարեկանից բարձրի պարագայում արդեն խոսում ենք ամրագոտիների մասին, 71%-ով նվազեցնում է մահվան ռիսկը։ Այսինքն բավարար է պարզապես ուշադրություն դարձնել, որ մեքենայում լինեն քարսիթեր, բուստերներ, իսկ ավելի մեծ տարիքի մարդիկ, ուղղակի 12 տարեկանից բարձր ցանկացած տարիքի մարդ պարզապես ամրակապված լինի, եւ սա կարող է 71%-ով նվազեցնել մահվան ռիսկը։ Իսկ բացի քարսիթներից, ծնողները ինչ սխալներ են թույլ տալիս երեխաներին։ Սխալներից գլխավորը հենց այն է, որ քարսիթը չկա, երեխան ամրակապված չի, երեխաները նստած վիճակում ինչ-որ թռչկոտում են, պատուհանից դուրս են նայում, շատ հաճախ տեսնում ենք ծնողներ, որ իրենց գրկին են վերցնում երեխային եւ համատեղ վարում են, ինչ-որ վիդեոներ են անում, հպարտ դրանք բեռնում են սոցիալական ցանցերում, այո, հայրիկները կարծես լավ օրինակ է, հա, բայց պետք է հաշվի առնել, որ մենք միշտ մտածում ենք մեզ հետ վատ դեպք չի լինի, բայց կարող է այդ դեպքը ուղղակի ակնթարթների ընթացքում դառնալ ճակատագրական։ Այո, շատ կարևոր փաստ նշեցիք, նաև ավելացնենք դրան, որ կապ չունի երթևեկության տևողությունը, դա կարող է լինել 1 րոպե, կարող է լինել ընդհանրապես 5 րոպեվա ճանապարհ, ամենակարևորը պահպանել այո այդ անվտանգության կանոնները, որովհետև ինչպես ասում են, դեպքը երբ պատահում է, չի հարցնում այսօր երկուշաբթի է, քարսիթը կապված է, թե շուտ ես հասնելու կամ ուշ։ Այո, հետաքրքիրը նաև այն է, որ հիմնականում պատահարները լինում են կարճ ճանապարհների ընթացքում, օրինակ տնից մանկապարտեզ, տնից դպրոց, տնից մոտակա սուպերմարկետ, դա այնա, որ ծնողները մտածում են դե լավ փոքր, այո, փոքր ճանապարհը այս ընթացքի համար պետք չի քարսիթ նստեցնել կամ լավ ինչ ամրագոտի եւ այլն, բայց փորձը ցույց է տալիս, որ հենց այդ կարճ երթևեկությունների ժամանակ են դեպքերը ավելի շատ պատահում։ Տեսնում եք։ Մանկաբույժ Աիդա Պապիկյան, մենք ուրախ ենք նաև, որ օրը դուք եք մեզ հետ սկսում, շատ կարևոր է նաև ձեր մասնագիտական ոլորտում ունեցած այդ ամբողջ ինֆորմացիան հիմա կիսվեք մեզ եւ հեռուստադիտողի հետ, ասեք թե հիմնականում որ խնդիրների են բախվում երեխաները այսպիսի բաց թողումներից ելնելով։ Շնորհակալություն հրավերի համար եւ այս թեման արտարծելու համար շատ կարեւոր է
մենք ինչպես արդեն նշվեց, հաճախ զգոնությունը կորցնում ենք հենց կարճ ճանապարհների վրա, սակայն այս թեմային անդրադառնալով կուզեմ մեկ կոմենտ անեմ կարճ, մենք ցավալի դեպքեր ենք ունեցել, անգամ արդեն կայանված մեքենայում տեղի ունեցած վթարի հետևանքներին առերեսվելով, այնպես որ ցանկացած պարագայում երեխան մտնում է ավտոմեքենա, անպայման պետք է զբաղեցնի իրեն հատկացված աթոռը, նստատեղը կամ ամրակապվի, որպեսզի համարենք, որ միջավայրը անվտանգ է, քանի որ մեքենան ենթադրվում է, որ ճանապարհի հատվածում է գտնվում եւ ցանկացած այլ մեքենա կարող է գալ եւ հարվածել։ Սա կարծես անդրադարձ զրուցակցից եւ բացի մահվան դեպքերը նշելով, նշվեց նաև ահռելի մեծ քանակության վնասվածքներով երեխաներ, սակայն դա կարծես ավելի մեղմ է հնչում, բայց ուզում եմ բժշկական տեսանկյունից ցավոք նշել, որ այդ վնասվածքները մեծամասնության դեպքերում շատ տրավմատիկ եւ հետագա ամբողջ կյանքի, այո, որակի եւ շատ ցավալի դեպքեր են ունենում հատկապես գանգուղեղային տրավմաների դեպքում, որոնք ամենահաճախն են ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ, որ երեխաները այո, կենսունակ են մնում, սակայն գիտակցությունը կամ ուղեղի կենսագործունեությունը խիստ ուժած, բազմաթիվ դեֆիցիտներով, կարծես կյանքի որակի լուրջ խնդիր են ունենում այդ ողջ մնացած մյուս բալիկների շրջանում, այնպես որ հաճախ տեղի ունեցող սխալները նաև կուզեմ նշել, բացի քարսիթի առկայությունից, այն պետք է ճիշտ օգտագործել եւ ըստ տարիքի համապատասխան ձևով։ Միայն քարսիթը կարծես բուտաֆորիկ կամ տեղադրված լինի ուղակի մեքենայում, դա նույնպես հարցը չի փոխում, պետք է ճիշտ տեղադրված լինի, այնտեղ շատ հստակ կանոններ կան եւ ճիշտ տարիքին համապատասխան ձևով։ Իսկ լուրջ վնասվածքներից ինչ կարող է անվտանգային, то есть ինչ գործոնները կարող են պահպանվել կանոնները, որոնք որ կարող են պաշտպանել շատ լուրջ հենց վնասվածքներից։ Թեկուզ հասարակ միգուցե այդ անվտանգության կանոնները, բայց շատ լուրջ իրենք կարող են կանխել։ Ամենապարզ անվտանգության կանոնը նախ մինչև 13, 12, 13 տարբեր գրականություններ տարբեր նշում երեխաները միշտ պետք է հետևի նստատեղում գտնվեն եւ քարսիթը նույնպես պետք է հետևի նստատեղում ամրացվի։ Մինչև 3-4 տարեկանը ինչքան որ հնարավոր է, կախված իհարկե երեխայի չափսերից եւ քարսիթի առանձնահատկություններից, ցանկալի է, որպեսզի դեմքով երթևեկությանը հակառակ տեղադրվի քարսիթը, դա նույնպես լրացուցիչ անվտանգային միջոց է, եթե տեսած կլինեք նորածնային քարսիթերի մեծ մասը հակառակ են տեղադրվում եւ դա անվտանգային կարեւոր կետ է այս տարիքի երեխաներին լրացուցիչ պաշտպանության համար։ Բացի ճիշտ տեղադրումից, երբեմն քարսիթը տեղադրված է, բայց ճիշտ ամրացված չէ։ Ժամանակակից մեքենաները կա իզոֆիքս համակարգեր, որոնք թույլ են տալի ել ավելի անվտանգ եւ ճիշտ ֆիքսել քարսիթը, սակայն եթե օգտագործում ենք հին մեքենա եւ հին քարսիթ, ինչը նույնպես ընդունելի է բնականաբար, պետք է դրան համապատասխան ձևով ամրագոտիները ճիշտ ամրացված լինեն, այլապես քարսիթը իր ֆունկցիան կորցնում է։ Եթե այն ճիշտ ամրացված չէ կամ առհասարակ երբեմն ամրացված չէ, ապա նա իր ֆունկցիան չի կարող կատարել։ Եվ այո, տարիքին համապատասխանը կարծես արդեն դա ասեցի, քանի որ ըստ տարիքի տարբեր կատեգորիաներ կան, եթե ուսումնասիրեք շուկան, նորածնային կա, հետո միջև 3-4 տարեկան, հետո ավելի մեծահասակ տարիքի, հետո բուստերներ, ինչքան տարիքին համապատասխան օգտագործվի քարսիթը, այնքան ավելի անվտանգության տոկոսը բարձր է։ Իսկն 12 տարեկանից բարձրն է համարվում, արդեն որ կարող է ամրագոտիով։ Այստեղ հարցը հասակն է, երբ որ երեխայի հասակը հասնում է այն տարիքին, երբ ամրագոտու այդ ուսի վրայով անցնող հատվածը անցնում է ուղիղ ուսի մեջտեղով, չի հարում վզին, հետեւաբար երեխան արդեն կարող է համարվել, որ կարող է ամրագոտել։ Իսկ լինում են կողոսկրային վնասվածքներ կրծքավանդակի հատվածում, նաև որտեղ հարվածի ժամանակ միգուցե նաև հասակից կախված լինի դա։ Այո, եթե ճիշտ չի ամրացված ամրագոտին կամ քարսիթը, այստեղ նույնպես տրավմատիզմ կարող է լինել։ Չեմ կարող տվյալներ չունեմ, բայց միգուցե կա, եթե փորփրենք արդյոք ավելի լավ է սխալ ամրացրած քարսիթով կամ ամրագոտիով, թե առանց դրա, այստեղ միգուցե դեբատների տեղ ունենք, սակայն սխալ ամրացրած ամրագոտին եւ քարսիթը նույնպես կարող են տրավմատիզացիա առաջացնել։ Իսկ եթե ճիշտ է ամրացված, եթե շատ ուժեղ հարված է եղել, շատ մեծ վթար է եղել, անշուտ այդ ամրացման հատվածներում հաճախ նույնպես ունենում են կոտրվածքներ, սակայն դա կարծես չարյաց փոքրագույն է եւ կարող եք պատկերացնել, եթե այդ ամրագոտին չպահեր երեխային, այդ ամբողջ ուժով երեխան ավտոյի մեջ կարծես գլորվելով կամ դուրս թռնելով մեքենայից
մեքենայի մեջից, բնականաբար այստեղ արդեն շատ ավելի լուրջ տրավմաների մասին կխոսենք։ Այո, երբեմն կապտուկներ կարող է լինել այդ հատվածում ուժեղ հարվածից, բայց դա Ինձ շատ հետաքրքիր է հիմա ինչ է արվում առհասարակ եւ ինչպես անել, ինչ լուծումներ եք դուք առաջարկում, որպեսզի ընտանիքներում ընդունվի այդ անվտանգության կանոնների պահպանման մշակույթը։ Մեր կազմակերպությունը երեխաների պաշտպանության ցանցը 20 տարի շարունակ զբաղվում է երեխայի պաշտպանության հարցերով եւ երբ որ ասում ենք երեխայի պաշտպանություն, առաջինը մտածում ենք երեխային պաշտպանենք բռնություններից, անտեսումից, խոսում ենք օրինակ հաստատություններում ապրող երեխաների խնամքի եւ դաստիարակության որակի մասին, խոսում ենք մասնագետների վերապատրաստման կարեւորության մասին, բայց այս տարվանից այս վիճակագրությունը շատ մեզ մտահոգեց ճանապարհային տրանսպորտային վթարների հետ կապված եւ որոշեցինք, որ այս ուղղությունը եւս կդառնա մեր ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը եւ այս տարվանից է առաջին անգամ մեր 20-ամյա գործունեության ընթացքում, որ ուշադրություն ենք դարձրել սրան եւ փորձել դիտարկել որպես երեխայի պաշտպանության հիմնախնդիր, որովհետեւ երեխան, գիտեք, չի ընտրում քարսիթի վրա նստել, չի ընտրում անվտանգ տեղափոխվել, երեխան վստահում է մեծահասակին եւ այստեղ շատ կարեւոր է, որ մեծահասակը այդ վստահությունը ճիշտ օգտագործի եւ կարողանա իրապես պաշտպանել եւ ապահովել երեխայի անվտանգությունը։ Դրա համար մենք տարբեր ուղղություններով ենք պատկերացնում նախ այս տիպի եթերների ընթացքում բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը, փորձել կոտրել այն կարծրատիպը, որ դե լավ մեր ժամանակ, որ չկար քարսիտ, այդ ինչ էր լինում եւ այլն, որովհետեւ իսկապես ամեն ինչ փոխվել է։ Եթե ընդամենը 96 թվականին աշխարհում կար կես միլիոն մեքենա, ընդամենը կես միլիոն, 500 միլիոն ներողություն, այսօր արդեն խոսում ենք 1.7 միլիարդ մեքենաների մասին։ Սա նշանակում է, որ երթևեկությունը ինտենսիվանում է, դառնում է այս կյանքի լարվածությունը եւս իր հերթին նպաստում է, որ դառնում է ավելի խիտ, հագեցած, ավելի լարված, ավելի ստրեսային եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով բնականաբար չենք կարող համեմատել 30 տարվա առաջվա երթևեկությունը եւ այսօրվա։ Հետեւաբար, եթե կարող ենք այդ պաշտպանիչ միջոցները օգտագործել եւ դնել մեքենայում, ապա ուղղակի ինչու չանել։ Շատ հաճախ մեզ ասում են նաեւ, որ գիտեք, թանկ է քարսիթը կամ բուստերը եւ այլն, բայց սա էլ միֆերի շարքից է, որովհետեւ եթե ընտանիքը կարողացել է իրեն թույլ տալ գնել ավտոմեքենա, ուրեմն վստահաբար կկարողանա գտնել այդ 50,000 դրամը, որ կարողանա գնել քարսիթը։ Միանշանակ ոչինչ առողջությունից թանկ չէ, Աստված չանի դեպքը, երբ որ լինում է, շատ ավելի մեծ գներ պահանջի ձեզնից եւ իհարկե նաեւ անդառնալի հետևանքներ երեխաների առողջական հետագա լիարժեք լինելու հետ կապված։ Մենք նաև ներողություն պատկերացնում ենք բարեկների հետ աշխատանք եւ այդ առումով էլ իհարկե առաջընթաց կա, որովհետեւ օրենքը սահմանում է վարչական տուգանք, անկախ նրանից տաքսի է, ընտանեկան ավտոմեքենա է, թե ինչ, եթե երեխան ամրակապված չէ, եթե իր տարիքին համապատասխան մանկական նստատեղի վրա չէ, ապա վարչական տուգանք է նշանակվում։ Ճիշտ է, խոսքը ընդամենը 5,000 դրամի մասին է խոսքը, բայց ամեն դեպքում, քանի որ կա դա ֆիքսված օրենքում, դա արդեն առաջընթաց է, բայց մնում է, որ բարեկները իսկապես մասսայականորեն կանգնացնեն մեքենաները, թեկուզ առաջին անգամ դեղին քարտ ցույց տան, երկրորդ անգամ ասեն օրինակ հաջորդ անգամ վարչական տուգանք կլինի, բայց օրենքը մոտ է ուժի մեջ մտել։ Այո, ուժի մեջ է, վաղուց 2009-ից, եթե չեմ սխալվում, բայց ցավոք սրտի չի ապահովում, նո ավելի քիչ է ապահովում, բայց այս առումով էլ ինչ եմ ասում, առաջընթաց կա, որովհետև մենք ուսումնասիրում ենք նաև վիճակագրությունը այս համատեքստում, եթե 2024 թվականին ընդամենը 5,000 վարչական տուգանք է նշանակվել, 2025-ին արդեն 11,000։ Այս տարվան իհարկե կիմանանք ամիսներ անց, բայց հույս ունեմ, որ սա էլ կօգնի, այսպես տարբեր ասպեկտներով պետք է փորձենք հնարավորինս աշխատանքներ տանենք, որ մի օր փոխվի պատկերը։ Իսկ մասնագիտական տեսակետից ինձ հետաքրքիր է, որքանով են այսօր մեր ծնողները, այսպես ասենք, իրազեկված ընդհանրապես այդ ամբողջ եւ քարսետների եւ բուստերների ճիշտ կիրառման Ճիշտ ասած, չունենք հետազոտություն արած, մինչև չունենանք դժվար կլինի ասել, կարող ենք արտաքին մեր ներքին, այսինքն դիտարկման համաձայն ասել, թե մեր շրջապատում մարդիկ ինչպես են օգտագործում եւ այլն։ Ես դիտարկում եմ, որ արդեն շատ դա դարել է, այսպես ասենք, ակտուալ եւ ավելի ընդհանրապես բարձրանում է տոկոսայնական հարաբերությունը։ Եթե թույլ տաք, մենք այս ընթացքում կատարում ենք որոշակի հետազոտական աշխատանք հասկանալու արդյոք մեր բուժառուները տեղյակ են, օգտագործում են, չեն օգտագործում, տվյալները դեռ վերլուծում
կառուցված չեն, ընթացքի մեջ են եւ կարծում եմ ավելի մեծ խումբ պետք է ներգրավենք, որ ավելի հստակ, բայց այդ փորձը անում ենք, որ հասկանանք ինչքանով է բարձր իրազեկվածությունը։ Իրազեկվածությունը նաեւ բարձրացնելու եւ պահպանելու համար ինձ թվում է նաեւ կարելի է աշխատել այս ուղղությամբ այն կազմակերպություններն, ովքեր որ վաճառում են թեկուզ քարսիթերը, անցնեն որոշակի, չգիտեմ, պատրաստվածություն ծնողներին հենց իրենք ինստրուկտաժ անեն, տեղեկացնեն, թե ինչպես է ճիշտ առհասարակ կապվում ամրագոտին, մեքենային հարմարացվում, տարիքային առումով ճիշտ խորհուրդներ տան, միայն վրան գրված լինելով, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի, որովհետև երեխա կա 2 տարեկանում կշռում է կամ իր հասակով ավելին է, քան այն, ինչ որ գրված է այդ տուփի վրա եւ պետք է վաճառվի, այս առումով էլ երևի թե պետք է նախատեսում ենք նույնիսկ քարսիթեր բուստերներ ներկրող կազմակերպությունների հետ կապ հաստատել եւ փորձել հասնել նրան, որ իրենք վերանային գնային քաղաքականությունը, օրինակ հիվանդանոցները եւս իրենց հերթին քաջալերեն, որ օրինակ երեխան դուրս է գրվում ծննդատնից, միանգամից այն ամենակարևոր գնումներից մեկը համարվի քարսիթը եւ դուրս չգրեն այն դեպքում, եթե մեքենայում չկա քարսիթ։ Զարգացած երկրներում այդ պրակտիկան է օգտագործում, երեխային դուրս չեն գրում ծննդատնից, մինչև չեն համոզվում, որ պատշաճ ձևով տեղադրված քարսիթով է տեղափոխվելու։ Ինչ խորհուրդ կտաք ընդհանրապես ծնողներին ավելի գրագետ լինելու այս առումով եւ հետարքի եւ բժշկական տեսակետը եւ ձեր մասնագիտական։ Ես խորհուրդ կտամ հիշել, որ երեխայի բարեկեցության առաջին երաշխավորը եւ երեխայի պաշտպանության առաջին երաշխավորը հենց ինքը ծնողն է։ Եվ ամեն առումով պիտի մտածի երեխայի անվտանգության մասին։ Վերջերս խոսում ենք, դոկտոր Այդան շատ լավ օրինակ բերեց, որ երբ որ ծնողը տեսնում է, որ երեխան սուր դանակով խաղում է, չի թողնում, չէ՞, որ շարունակի խաղալ։ Միանգամից մտածում է իր անվտանգության մասին։ Քարսիթն էլ կարող է սուր դանակ լինել, եթե չլինի մեքենայում կամ ճիշտ տեղադրված չլինի կամ չկիրառվի։ Սա մշակութային ընդհանուր հարց է, անշուշտ, երբ երեխան նոր է ծնվում, բոլորը բնական են համարում, որ օրորոց են գնում, չէ, մանկական տարբեր պարագաներ, նոր ինչպես դուք նշեցիք, արդեն կարծես տեսնում ենք ժամանակակից ծնողների շրջանում, որ նաև քարսիթն է պատրաստվում երեխայի ծննդյանը ընդառաջ, սակայն սա շատ ավելի լայնամասշտաբ պետք է լինի, պետք է քարոզչություն լինի եւ երեխաները ծնողը միշտ պետք է տեսնի նաև աներևույթ վտանգները, ինչպես օրինակ ակնհայտ է, որ դանակը վտանգավոր է, անընդհատ քարոզչության, անդադար քարոզչության եւ ագիտացիայի միջոցով պետք է մշակույթը ներդնենք, որ առանց քարսիթ երթևեկելը դա անթույլատրելի է, ոչ թե երբեմն կամ դե լավ ոչինչ, նման դա անթույլատրելի է, ինչպես անթույլատրելի է, որ երեխան դանակով խաղա։ Եվ շատ հրաշալի է, որ առհասարակ ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է այս մեկ շաբաթ է, չէ՞, տևողությունը իրազեկման, այս խնդրին անդրադառնալու հետ կապված եւ հենց այս թեմայով էլ նկատել եմ ես ՄԱԿ-ի հոլովակներից մեկը, թե ինչպես է իհարկե հնարավոր է շատերը հոգեբանական տեսանկյունից խարկոծեն այս հոլովակը, բայց ինձ համար հրաշալի ապացույց է նրան, որ թեկուզ այդ միջոցով, բայց այո, երեխային կարելի է սովորեցնել նրա մեջ ձևավորել այս մշակույթն ու ապահովության զգացումը, երեխան ծնողը ստիպում էր երեխային, կարծեմ 3 տարեկան էր բալիկը, ստիպում էր նրան, որպեսզի այո ամրացնի, քանի որ 1 օր առաջ հայրիկը նրան այդպես թողել էր ազատ, անկաշկանդ, iPad-ով եւ ամեն ինչով օգտվել մեքենայից ճանապարհի ընթացքում, երեխան այլևս չէր ուզում նստել քարսիթում եւ մայրիկը այսպես իրերով չէր կարողանում, ուշանում էր, արագ պետք է գնար ու ինչ արեց, երեխային ասեց ոնց ուզում ես, որտեղ ուզում ես նստիր, հենց իրենց տան հատվածում փոքրիկ իմիտացիոն ավտովթարի այդ տագնապային զգացումը ստեղծեց, արգելակեց մեքենան արագ եւ երեխան իհարկե ամեն ինչ հաշվարկելով էլի մի փոքր եկավ եւ արագ սենց գլուխը խփեց այդ վանին, նստատեղին, այո, միանգամից լարվածության մեջ ընկավ, մայրիկն էլ դուրս եկավ, սկսեց այո, խաղալ, որ վա, ես ինչ բան եղավ, տեսար, ինչ եղավ, ուրեմն արի, հա ու երեխան արդեն ինքնակամ նստեց ու ձայն անգամ չէր հանում, անգամ մտածում էր որ ձայն հանի, էլի մի բան կլինի։ Ու այդպես հնարավոր էլի եմ ասում, որ հոգեբանները քարկոծեն, բայց տեսեք այդ փոքրիկ ինչ-որ մի բանը, որը այո, նաև կանխատեսելի է, որ կարող էր լինել, այո, նաև վերահսկելի էր ծնողի կողմից, ստիպեց երեխային թեկուզ ավելի հանգիստ եւ խաղաղ նստել, չգիտեմ, օրինակը հնարավոր է շատերի։ Տպավորվի եւ ամբողջ կյանքում կարծում եմ։ Այո, նաև ինքն էլ վստահ եմ չի էլ հասկանա
այս պարագայում, որ դա խաղ է եղել, ինքն էլ հետո իր երեխայի համար այո կփորձի ձևավորել անվտանգության այս կանոնը։ Մենք մեծահասակները նույնիսկ շատերը չեն ամրակապվում, դա շատ մեծ խնդիր է եւ դա ուղղակի կենսական է այսօր ցավոք սրտի եւ շատ ավտովթարներ եւ ցավոք սրտի մահացու դեպքեր հենց մեծահասակների մոտ լինում են թեկուզ եւ ուղղակիորեն չամրակապվել։ Եվ բնականաբար երեխաները չեն էլ համաձայնի ամրակապվել, եթե տեսնեն, որ իրենց վստահելի մեծահասակը իրենց ծնողը ամրակապված չի, դրա համար ինչպես բոլոր հարցերում, այս հարցում եւս պետք է սկսենք մեզանից։ Այո, մեզնից շատ ճիշտ եք։ Մենք մաղթում ենք այո, որպեսզի թե պարեկային ծառայությունը լինի շատ խստացված այս թեմայի շուրջ, թե նաև ծնողները իսկապես հետևեն այս պահին մի փոքր այսպես թափվեն ու եթե անգամ ունեին բաց թողում այս թեմայով անպայման շտկենք։ Շնորհակալ ենք ձեզ օրամասած սկսելու համար։ Շատ առօրյա եւ շատ կենսական կարևոր զրույցի համար նաեւ, որը որ մենք ուշադրություն չենք դարձնում ընդհանրապես շատ փոքր բաների, բայց այդ փոքր բաները կարող են մեզ համար կենսական լինել։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք կվերադառնանք գովազդից հետո։